Բլոգեր Էվիկը հաճախ է իր տեսանյութերում օգտագործում կիսաբաց լուսամուտների հյուրերի հայտնի արտահայտությունը, այն է Հրաչ ջան։ Ի վերջո Էվիկը հանդիպել է Հրաչ Մուրադյանին, նրանց առաջին տեսակցությունը բավականին զվարճալի է ստացվել, կադրերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Նշենք, որ մանավանդ ամուսնությունից հետո Հրաչ Մուրադյանը չի խուսափում խոսել անձնական կյանքի մասին ու ամենատարբեր հարցազրույցներում հանդես գալ այդ թեմայով։ Ես ճանապարհին եմ, գնում եմ օդանավակայան, վարորդը, որը քիչ առաջ նկատեց, որ ես կտրուկ ոճային փոփոխությունների եմ ենթարկվել եւ 40-ում մի ամսից կդառնամ 41, դու այդ մասին մտածի, ինձ 41-ամյակից ինչն է վերես անում։ Ոճային կտրուկ փոփոխություն, ապակու մեջ կարող եք տեսնել շատերի փորացավ դարձած թանկարժեք բաները, ինչ են ասում, ճամպրուկները, որ շատերիդ հանգիստ չի տալիս, հիմա ավելի մեծ բան եմ ձեզ ցույց տալիս։ Ունեմ, հագնում եմ, ուղղակի ձեր աչքից հեռու էի այդ անում, որ հանկարծ չնեղվեք այդ առիթով էլ։ Aeroport outfit, ոնց է նա։ Airport outfit չեմ ասելու տենց, որովհետև հետո էլ ասել են անգլերեն accent-ը ֆլանը։ Airport outfit check։ Airport. It is an English word. It's called airport. It is an English word. Մի խոսքով, կարևորը ձեզ թեմա տալն է, խնդալու, ուրախանալու, իմ համար շատ օքեյ է, որ դուք կարաք իմ արածը ու ձեր օրվա մի հատ մեծ մաս դարձնեք։ Ինչ վատ է, ես ապրում եմ, դուք խոսում եք։ Հա, մոռացանք, հիմա outfit, whatever it is, անգլերեն էլ եմ խոսում։ Airport outfit check, aeroport outfit check։ Հա, բայց ես նստած outfit check ոնց անեմ հիմա։ Հա, բայց ես իսկական նստած outfit check ոնց անեմ։ Անիշ ոնց ես ասում, որ ոնց նկարեմ, որ սիրուն է։ Ինձ դերի մեկ է։ Նայ, ահա, լավ, սենց լավ։ Բոլոր կողմերից սիրուն է։ Ասած կինս։ Օ՜։ Ուզածի թանստան։ Գազանիկ։ Արա, նոր հասկացա, որ այդ փորացավը քոննել է։ Դու խնդիր ունես, չէ՞, որ ես իմ ընկերուհիների հետ շփվում եմ նախքին։ Այո։ Հա, բայց իրանք կարան քեզ այդ Հովհաննիսյանի երգի բանենք։ Չգիտեմ դուք ինչ եք, բայց ես ոչ մի բան եմ Լիլիթ Հովհաննիսյանի երգի։ Չնայած Լիլոյին շատ սիրում եմ, Վահրամին էլ հետը։ Մի խոսքով ցույց եմ տալի ու մոռանում եմ ցույց տամ ձեզ կալոշներս։ Կալոշ։ Կալոշ, այո, սրանց կալոշներ կանվանեն իրանք։ Կասեն էդ ինչա։ Ես էլ կասեմ ոտնամաններ։ Իսկ հիմա կարևոր ինֆորմացիա։ Ես գնում եմ Երևան նկարահանումների։ Լեգենդների համաձայն կիսաբաց լուսամուտները փակել են, այսօր ես այդ առիթով ձեզ նկար եմ դրել, թե երեք ենք դրել այդ նկարը։ Մի խոսքով, վերջին նկարը դրա մասին է, որ որևէ բան իմ կյանքում հանգամանքներով պայմանավորված չի ու դա միայն իմ որոշումների արդյունքն է, սա էլ եւս 14 տարի ես եմ որոշել, որ կիսաբաց լուսամուտները լինելու է, ես նկատի ունեմ ես ու թիմը, ով իմ հետ արել է այդ աշխատանքը։ Ու ես ու թիմը հիմա որոշել ենք, որ բաց թեման շարունակվելու է, ու ես մեկնում եմ բաց թեմայի նկարահանման աշխատանքներին։ Հուսով եմ ոմանց դա ուրախացնում է եւ իհարկե հուսով եմ, որ շատերը այդ առիթով տխրել են կամ կտխրեն։ Այսենց պետքա լինի, ինքնուրույն կինը, բերի, ամուսնուն այսենց ճանապարհի։ Վարորդ եմ նորմալ բան, չարը սպասարկեմ, չսպասարկեմ։ Դու փխրուն կին ես հայեցի, հանաշ, գազանիկ ես կյանքս։ Յուրակ։ Տեսակ չպատասխանեցի։ I love you too. Bye.
Նշենք, որ օրեր առաջ էլ զույգի դուստրը Միան նշում էր ծննդյան տարեդարձը եւ ծնողները ցույց էին տվել, թե ինչ գեղեցիկ անակնկալ են մատուցել իրենց դստերը։ Հատով գնում ենք մեզ։ Yeah. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, dear Mia. Happy birthday to you. Why did you get so emotional? Pachenki. Pachenki. Oh my God, look! Thank you so much. You guys are amazing. Pachenki mi momere. You guys are amazing. Pachenki mi momere. Bingo. Bingo. Bluey. She's gonna blow her pen out, Chloe, and let her focus. Let her focus. Ready? Ready. Let's do it together. 3, 2, 1, blow. Oh, what happened, Momo? Okay, all together. 3, 2, 1. Go. Go ahead. You guys want to see anything special? Ay, չի անհնար է այս երեխու հետ։ Ասում եմ, սկսում եմ նկարելը։ Միասնց ասում եմ, սպասի ձեռիս պլաստիջներն եմ, բանդեջներն եմ ուղում։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Բարև։ Նայեք ինձ սիրուն անաշ այսօր։ Շնորհակալություն։ Կուկու, ուտեմ առուտը։ Ես չգիտեմ սիրուն եմ թե չէ, բայց գնանք մի ծնունդին, միմին այսօր որոշել է, որ ինքն է ինձ ոտից գլուխ հագցնելու, ինքն է ընտրել, թե ես ինչ եմ հագնելու։ Շնորհակալ եմ Միմի ջան։ Հի։ Թողելու ես քեզ նկարեմ, թե չէ։ Կարամ։ Մի հատ։ Գնում ենք այսօր նշել։ Բարեկանը նշելու։ Միմի չեմ հավատում, որ 3 տարին անցել է։ Չեմ հավատում այդ ծնունդի օրը ընդհանրապես։ Մի խոսքով, այսօր մեզ լավ օր է սպասվում։ Ժողովուրդ, այս մեքենայի մասին է խոսքը, նայեք կողքը որ գրած է Amazon Prime։ Միան նոր տեսնում է այդ մեքենան ու մեզ ասում է բանա, իմ անունն է վրան գրած, որտեղ մեջը M ու I տառերը կա, կարծես իր անունն է։ Ու այդ պատմությունն եմ պատմում, եկել անաշը սենց ասում։ Ինչ անհետաքրքիր պատմություններ ես պատմում։ Անհետաքրքիր էր, որովհետև այդ պահին մեր համար էր խնդալու։ Հետո որ պատմում ես, էլ այտենց չի։ Կներեք, որ ձեզ անհետաքրքիր պատմություններ եմ պատմում, եթե ձեր հետաքրքիր է, ասեք, եթե չէ, անաշը ուրեմն ճիշտ է։ Ես անհետաքրքիր եմ իմ պատմությունների հետ միասին։